ճշմարիտ արժեքներ, կամ կարող ենք նաև ասել կարիքդ կասես, բայց լավ, եկեք արժեքներից խոսանք, հա? Որտեվ կարիք, արժեք, եթե արժեք կա, եթե կարիք կա, մենք պետք է մեր կարիքները համապատասխանեցնենք ճիշտ արժեքներին, ամեն, որտեվ կարիք միշտ կա, բայց ամեն կարիքը չէ, որ մենք պետք է մեր համար կարիք համարենք, ամեն, կամ ամեն առաջարկ չէ, որ մեզ պետք է, կարևոր է մեզ համար, ուզում եմ գնամ մեր Աստվածաշնչի, առաջի էջերը, առաջի թղթերը ու օրինակ բերեմ, ուրեմն, գնացինք առաջ, խոսելու եմ Ադամից, Աստված ստեղծեց երկինքը, երկիրը, կենդանական աշխարհը ու 2:19-ում գրված է այսպես. Եվ Տեր Աստված շինեց հողից բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնի թե նրանց ինչ անուն կկոչի։ Եվ ամեն ինչ որ Ադամը շնչավոր կենդանին կոչեց, նա էլ նրա անունը եղավ։ Գիտեիք որ տենց էր։ Փառք Աստծուն։ Եվ Ադամը բոլոր անասունների եւ երկնքի թռչունների եւ դաշտի բոլոր գազաններին անուն դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Հիմա ես գիտեմ Ադամի դրած անունների հետ համաձայն ես, բայց այդքան էական չի, բայց կապիկին սազում է, չէ՞ կապիկ անունը։ Իրականում, չէ՞։ Խոսքի արջին են դանդալոշին արջ, բայց ինչ։ Ոչ էինք ասի Եղնիկ խոսքի։ Եղնիկը սիրուն պետքա լինի չալերով։ Իրականում, պատկերացնում եք, այսինքն համաձայնվում ենք, որ Ադամը ճիշտ էլ, չէ՞, ճիշտ էլ անուն է դրել։ Որտեղից իրան այդ իմաստությունը։ Հո անկապ անուններ չէր դրել, էլի։ Ես հավատում եմ, որ աստվածային ստեղծագործական այդ կամ այդ հնարամտությունը ստեղծագործական այդ ձիրքը կար Ադամի մեջ։ Ամեն։ Ու երբ որ նա կենդանիներին անուն դրեց, բայց հարցը անունները չի։ Միևնույնն է, մենք այսօր համաձայն ենք, որ ինքը ճիշտ անուններ դրեց, ինքը ինչ որ անուններ դրեց, բայց Աստծո խոսք ասում է եւ գիտես ասում է ավարտեց, վերջացրեց, բայց ոնց որ բավարարված չէր։ Չհամաձայն, այսինքն ինքը երբ որ հասկանում ես ոչ թե անունները գրեց շախ տվեց, ասեց գնացեք դուք ջոկեք, որից ինչ հարմար է, ոնց կուզեք, այլ ինքը երբ որ նայեց, ինչ որ բան տեսավ իրանց մեջ, ես սենց եմ մտածում, ինքը ֆանտազիան ասեց շուն, հետո սրան ասելու են հերիքա շամպես հաճած, բան, կամ մի խոսքով, հետո ասեց օծ, վայ ասեց ես սենց են առակները հիշեց մեր հայ գրողների, ուղղակի էլի լպրծուն կենդանի է, էսի օծ սրան քսազա, եւ այլն, ձկներին, մյուսներին, ինքը նայում էր, ինքը հասկանում էր, իրանց մեջի եղածը, շանը օրինակ պատկերացնում էր, որ հավատարիմ է էսի, փեդը գցելու եմ գնա բերի, հետո ինչ-որ բան եմ սովորացնելու, էլի բերելու է, ասեց, երբ որ տրամադրությունս տխուր կլինի, ու կուզենամ գնամ ցիրկ, կրկես, ասեց, կապիկը կգա, կապիկություն կանի, կուրախացնի, չգիտեմ, սենց իր շարժումները դուրս գալիս է, եկեք դնենք կապիկ, օրինակի համար, ասես հովև դες ինչ ես ասում, պատկերացրեք, բայց ինքը երբ որ նայեց, ինչ-որ բավարարվածություն չուներ իր մեջ, Աստծո խոսքն էլ ասում իրան հարմար օգնական չգտավ։ Չնայած բոլորը միգուցե առաջարկում էին իրանց օգնությունը։ Բոլորը գալի ու քսվում էին Ադամի ոտերին, գալիս ու ուրախ էին։ Գիտեք, որ մարդու վախը կենդանիների վրա է, ընդհանրապես, տենց Աստված ստեղծել։ Այսօր հակառակն է, այսօր մենք ենք վախենում կենդանիներից, բայց կենդանիները ինչպես որ Աստված ստեղծել է, իրանց վրա մարդու վախ կա, որ նրանք հնազանդվեն մարդուն։ Դե բնականաբար, որ լավ լինի իրանց, որ ծեծ չուտեն մարդուց, պետք է մոտ լինեն մարդուն, գան, կանֆետ ստանան, սիրի մարդը իրանց։ Միևնույնն է, ինչի եմ երկարացնում, Ադամը չգտավ մեկին, ով իր պահանջն էր։ Ադամը չգտավ մեկին, ով որ իրան բավարարվածություն կբերեր։ Ինքը ստեղ արժեքներ ուներ, գնահատում էր, գնահատեց, ու գիտես, Աստված նայում էր հեռվից։ Ադամը ասում է,
Լավն եք, բոլորդ եք, բայց գիտես, իմը չեք։ Այն ինչ որ ես իմ ներսում զգում եմ, ինչի կարիք որ ես ունեմ, ձեր մեջ չկա, դուք ինձ չեք կարող տալ։ Համաձայն եք, թե չէ։ Այդ իսկ պատճառով այսօր այնքան մարդիկ կան։ Ասում եմ, մի հատ շուն ունեմ, հերիքը էլ ինձ ընտանիքին չի սա պետք։ Կա թե չկա։ Կամ կատու ունեմ։ Չէ, գիտես, կարող է կյանքը չի դասավոր է, հարցը դրա մասին չի։ Բայց գիտես, արժեքներ կան, բաներ կան, որ կենդանիները չեն կարա փոխարինեն։ Աստված ստեղծել է մարդուն ընտանիք ունենալու, Աստված ստեղծել է կողակից ունենալու, Աստված ստեղծել է որ կինը գլուխ ամուսին ունենա, ամուսինը կին օգնական ունենա։ Նորմալ է։ Ընտանիք սեմինար չի, էս էլ ասեմ։ Եվ ուզում եմ կարդամ եւ 21-ով եւ Աստված մի խորը քուն բերեց Ադամի վրա եւ նա քնեց եւ նրա կողի ոսկորներից մեկ առավ, նրան տեղ միս լցրեց եւ Տեր Աստված այն կողքի ոսկորը, որ Ադամից վեր էր առել, մի կին շինեց եւ նրա բերավ Ադամի մոտ։ Նայեք, էլի բերեց Ադամի մոտ, չասեց առ էսա քո կարիքը։ Ստիպեց, չէ, դու սրա հետ պետք է ամուսնանաս կամ էսա քո լրացնողը։ Ազատ թողեց։ Ինչպես այսօր բոլորիս է ազատ թողել մեր ընտրության հարցի մեջ։ Բայց բերում է մեր առաջը։ Ու Ադամը երբ որ տեսավ, նայեք, ասեց, սա հիմա ոսկոր է իմ ոսկրից, մարմինի մարմնից, սրան կկոչեն կին, որովհետև սա մարդից առնվեցավ, սրա համար մարդը կթողե իր հորը, նայեք, մարգարեություն, մի անգամից իր համար հասկացողություն ունեց, լավ գործեց։ Սրա համար մարդը կթողի իր հորը եւ մորը եւ կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Եվ մեկ կլինեն։ Մի անգամից ինքը բավարարվեց, ինքը հասկացավ, որ էս պետքա իրան։ Էս կինն է, որ իրա կարիք, հասկացավ, որ լսի, ես կարիք ունեի, ես փնտրտուքի մեջ էի, ես ուզում էի գտնեի այն ինչ որ ինձ պետք էր, այն ինչ որ Աստված իմ մեջ դրել էր, հավատում եք, որ Աստված էր դրել։ Չէ՞։ Ինչ լավ է Ադամը չասեց, կինն ինչ եմ անում։ Հրարի մի հատ կին պահի, ծախս արա, չգիտեմ, նազու տուզը տար։ Լավ է, զոնքաշ չուներ։ Եվանը կիսուր չուներ։ Անես չէ էլի, որ իհարկե կատակ եմ անում։ Չասեց։ Այսօր ասում են։ Չէ՞։ Այսօր ասում են, այսօր տղամարդ է ման գալի ընտանիք կազմելու համար։ Կինը կինա ման գալի։ Մի խոսքով էլի։ Գիտեք, ինձանից լավ ինչ է այսօր կատարվում։ Ես սրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ ճշմարիտ արժեքների մասին։ Ու փառք Աստծուն, որ Ադամը այդ ընտրությունը արեց։ Ու Աստված կողքից, պատկերացնում եք, Աստված կողքից կանգնած ու նայում էր։ Ու Աստված այնքան լավ զգաց իրան, երբ որ Ադամը չընտրեց, օրինակ, կապիկին իրա կողակից։ Շանը իրան օգնական։ Չէ՞, որ շները կարան օգնեն մարդկանց, չէ՞, կարող են, թե չէ։ Լավ է, չէ՞ որ չընտրեց։ Չընտրեց, ասես, գիտես ինչ կա, ես շանը կսովորացնեմ, կգնա որսկանի կբերի, իմ ուզած բանջարը կքաղի կբերի։ Լավ է, չէ՞ որ ասենք, կարող էր ասել, կապիկի հետ կնստենք իրար հետ կտանք կառնենք, օրներս ուրախ կանցնի։ Աստված այնքան լավ զգաց, որ չհամակերպվեց։ Թեև չէր հասկանում ինչա իրան պետք, թեև չգիտեր ով է իրան պետք, թեև չգիտեր ինչ, բայց գիտեր մի բան, որ ուներ այդ պահանջը։ Այս դրա մասին եմ այսօր ուզում խոսամ, թանկագիններ։ Մենք էլ այսօր ես հավատում եմ, ինչպես որ առաջի մարդուն, նույն էլ ինձ ու քեզ Աստված ինչ որ բաներ ա դրել մեր մեջ, որ երբեմն մենք զգում ենք դրա կարիքը։ Չգիտենք անունը, վերնագիրը, միգուցե շատ բաներ միգուցե չգիտենք։ Չնայած եթե ուզենանք, կիմանանք կամ լավ էլ գիտենք։ Բայց նաև ինքը տալիս է մեզ հնարավորություն, շատ բաներ մեր կյանքով անցնում, գնում են, գալիս գնում են, լսում անցնում ենք, չէ՞, տեսնում ենք։ Բայց Աստված թողում է, որ մենք մեր ընտրությունը անենք։ Բայց Աստված թողում է, որ մենք գնահատական տանք ամեն ինչին, բայց ընտրենք այն, ինչ որ մեզ պետք է, ինչը որ կարևոր է, ինչը որ անհրաժեշտ է։
որը որ մեզ կբավարարի, բավարարվածություն կբերի։ Մենք լավ կզգանք ու մենք կմարգարյանանք Ադամի պես ու կասենք, այ էս էր, որ ինձ պետք էր։ Այ հիմա ես լիարժեք եղա։ Այ հիմա իմ ներքին բավարարվածություն զգացի։ Այ հիմա ես կարծես թե ամբողջական եմ։ Կա չէ՞ որ մի բան, երբ որ զգացել ես պակաս ու լրացել, դու քեզ բավարարված ես զգացել։ Ամբողջական ես զգացել։ Ամեն, բոլորս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Իրականում փառք Աստծուն։ Այսօր մեզ շատ բաներ կա, որ անհրաժեշտ են, որպես քրիստոնյաներ։ Ինձ ու քեզ։ Ու ես ուզում եմ հարց տամ, մենք որտեղ ենք այդ ամեն ինչը փնտրում։ Ում մեջ, ինչի միջոցով, որտեղ ենք փնտրում այն ամենը, ինչ որ մեր մեջ, մեր արարչագործության ստեղծման օրվանից մեր մեջ Աստված դրել է։ Ես հավատում եմ, որ դրել է։ Միգուցե սատանային հաջողվեց ջնջեց այդ ամեն ինչը, բայց մենք երբ որ վերստին ծնվեցինք, մենք Հիսուսին ընդունեցինք մեր մեջ, մենք Աստծո արքայությունը ընդունեցինք մեր մեջ, մենք Աստծո հոգին ընդունեցինք մեր մեջ, որ եկել է ինչի համար, ով ինձ կհիշացնի։ Լեզուներով աղոթելու համար։ Չէ, առաջինը այդ չի։ Որ մեզ առաջնորդի։ Ամեն, որ մեզ սովորացնի, որ մեզ օգնի Աստված պաշտության կյանք ապրելու, թանկագիններ, բոլորը համաձայն են։ Ամեն, դա է ճշմարտությունը։ Ասում եմ, ձեզ ворփ չեմ թողի, ես կգամ էլի։ Իմ հոգին կուղարկեմ։ Ու ավելի լավ կլինի, որ իմ հոգին գա ձեր մեջ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ու գիտես, հենց հիմա Սուրբ Հոգին է մեր մեջ խոսում է։ Ես կխոսամ, հասկանում ես, դու սկսի մտածել քո ներսի մեջ։ Սուրբ Հոգին է, որ այսօր մեր մեջ ինչ որ ցանկություններ է առաջացնում։ Հա, աշխարհն էլ է առաջացնում, սատանան էլ է առաջացնում։ Չենք կարա ասենք, որ այտենց չի։ Բայց Սուրբ Հոգին էլ է առաջացնում։ Այնտեղ շունը, կապիկը եւ այլ կենդանիներ ասում են ինձ ընտրի։ Ես քեզ լավ ընկեր կլնեմ, ես քո կարիքը կբավարարեմ, ես քեզ հավատարիմ կլնեմ, ես կուրախացնեմ։ Բայց նայեք այն իմաստությունը, որ ուներ Ադամը, ասաց, չէ, ես չեմ կարող սրա հետ բավարարվեմ։ Թանկագիններ, ես հենց դրա արդեն հասկացավ ինչի մասին եմ ուզում խոսամ։ Եկեք ուրիշ ոչ մի բանի մեջ բավարարվածություն չգտնենք, այլ գտնենք այն, ինչ որ Աստված մեզ տալիս է, կամ ինչ որ առաջարկում է։ Մենք աղոթում ենք, որ քո մեջ է ամեն բան, Տեր, դու ես մեր ամենը։ Հա մի խոսքով ասում ենք ու անցնում ենք։ Բայց ամեն օրը, ամեն իրավիճակը մեր մեջ կարիք է առաջացնում։ Ու որտեղ ենք մենք այդ կարիքի լրացնում, որտեղից ենք մենք այդ բավարարվածությունը վերցնում մեր մեջ։ Այս հարցը, որ մենք պետք է այսօր պատասխանենք։ Լավ։ Օրինակ, ինչին ինչ անուն ենք դնում։ Օրինակ, ես սկզբից ասեցի, Ադամը նենց լավ անուններ դրեց ամեն ինչին։ Ու տեսնում ենք, կնոջն էլ լավ անուն դրեց, ասեց, սա իմ կողքից վերցրած է, մենք իրար հետ մեկ ենք, մենք իրար հետ ամբողջ կլինենք, ու հասկանում ես, բաներ կա, տեսակ, որ ասում է, բաներ կա, պետք է թողեմ, որպեսզի իր հետ մեկ լինեմ։ Նույնն այսօր մեզը, ինչ որ մեզ պետք է այսօր, ինչ որ Աստված առաջարկում է մեզ, բաներ կա, որ մենք պետք է թողենք, որպեսզի սա ունենանք, որ սրա հետ մեկ լինենք, Աստծո խոստմունքի հետ, Աստծո առաջարկի հետ, Աստծո բերածի հետ, ինչ որ Աստծո հոգին, Աստծո խոսքը մեզ թելադրում է։ Երկնքի արքայությունը Հիսուսը ասեց նմանվեց, կարդանք, եկեք գնանք Մատթեոս 13, 13:33, էլի ուզում եմ հիշացնեմ, այսօր մենք գնահատական ենք տալու ամեն ինչին, ես մտածում եմ, ստեղ բոլորս էլ խելացի մարդիկ ենք,
Այսօր մեր մոտ հացը արժի 100 դրամից, եթե կա 100-ը, մինչև 200 դրամ, տարբեր քաշի, ձևի, համի, որակի, ենթադրենք։ Ոչ ոք 1000 դրամ չի տա այդ հացը գնելու։ Թե կտակ, կասես ես ջոմարդ եմ, ես 1000 կտամ։ Իմաստը, եթե նրա գինը 100-ից 200-ը։ Եթե մեկը 100-ից 200 դրամանոց հացին 1000 դրամ կվճարի, կասի հեսա իր արժեքը, ինքը ավելին արժի։ Հա, իր կարևորությունը հասկանում ենք, բայց իր գնահատական այսքանը։ Իմաստը ո՞րն է իրան բարձր գնահատական տալ։ Մեր կյանքերում թանկագիններ այսօր շատ բաներ կան, պիտանի բաների մասին եմ խոսում ու անպիտանի էլ կան։ Անպիտանին պետք է մեր համար 0 լինի։ Պիտանին իր հերթին ունի իր դասակարգումը, պիտանին ունի իր գինը, իր արժեքները։ Ու մենք պետք է սովորենք գնահատենք, այլապես մենք գիտես ցածրին բարձր կգնահատենք, բարձրինը կանարգենք։ Ու ես հավատում եմ Աստծո հոգին մեր մեջ է։ Ճիշտ գնահատականներ տալու համար։ Համաձայն եք։ Տեր Հիսուսը մի առակ էր պատմում Մատթեոս 13:33-ում նայեք ինչ է գրված։ Ասում է մի ուրիշ առակ խոսեց նրանց. երկնքի արքայությունը նման է մի խմորի, որ մի կին առավ եւ 3 չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչեւ որ բոլորը խմորվեց։ Ինչքան պարզ օրինակ։ Ով է երբևէ հաց թխել, ով է երբևէ տեսել ինչպես են հաց թխում, բոլորս։ Գիտես որ կա խմորիչ։ Եվ խմորիչը երբ որ դնում ես խմորի մեջ, այդ ինքը խմորում է, մենք ասում ենք թթվեցնում է, հասունացնում է, եւ հացը պատրաստ է։ Ամեն։ Ասում եմ երկնքի արքայությունը, Աստծո սկզբունքները, աստվածային գործունեությունը, ասում եմ նման է սրան, նայեք այնքան հեշտ է։ Երբ որ մեկը վերցնում է խմորիչը, թաքցնում է խմորի մեջ ու ինչ անում որ րոպեն մեկ։ Մի հատ տենամ թթվեց, մի հատ։ Գիտի որ հաստատ թթվելու է։ Ու ինչ է լինում։ Ուռում է խմորը, մեծանում է։ Տենց է, ես տեսել եմ։ Ինչպես էին թխում հացը։ Խմորը հասել է։ Այսինքն այդ զանգված ամեն ինչ խմորել է։ Հիմա ինչ է այս մեզ ասում։ Որ մենք մարդիկս ունենք խմորիչներ։ Այսօր Աստված ճիշտ խմորիչ ունի մեր համար։ Աշխարհը իր խմորիչը ունի։ Սատանան իր խմորիչը ունի։ Իմ ու քո գնահատական կամ գնահատման համակարգը, ես չգիտեմ, այդ մեր հասկացողությունն է։ Իր խմորիչները իր արժեքներով ունի։ Ամեն։ Ու բնականաբար, որը որ մենք դնենք մեր մեջ, գիտես, ասում է 3 բաժին ալյուրի մեջ։ Ես մտածում եմ դա հոգու շնչի եւ մարմնի ոլորտն է։ Իմ կարծիքն է։ Հիմա չեմ ուզում ուսմունք սարքեմ, բայց հոգի շունչ մարմին, այսինքն Աստված ասում է ինչ որ իմ խմորիչը դնես քո մեջ, հոգուդ շնչիդ ու մարմնիդ կխմորի, կհասունացնի։ Ամեն։ Հոգուդ եւ շնչի եւ մարմնի ոլորտում ինքը օգտակար կլինի։ Դու օգուտ կունենաս, կհասունանաս։ Նույնը աշխարհն է առաջարկում, նույնը սատանան է առաջարկում, բայց հասկանում ես, այսօր արդյոք մենք կգնանք ամեն ինչ կվերցնենք, կդնենք մեր մեջ, որ խմորի մեզ։ Հա? Առանց մի հատ արժե համակարգը ստուգելու կգնանք դες բան կանենք։ Ես քեզ ասեմ, մեր տատերը կամ դուք եթե գիտեք, այդ խմորիչը, հիմա ուրիշ է արդեն, մի լրիվ քիմիայի տակ է։ Հատուկ խմոր կար, այդ խմորված խմորից առանձնացնում էին, պահում էին, ասում ինքը գիտի, եթե ուրիշից պետք է ուզեին խմորիչ կամ մտածում են, ես իմ սրա խմորը ինչ խմոր է, որակով ամեն մեկից չես վերցնի։ Բայց մենք այնքան միամիտ ենք հավատացյալներս, ինչ աշխարհը, ով ինչ առաջարկում է, մենք վերցնում ու դնում ենք մեր մեջ։ Ինչու թանկագիններ։ Գիտեք ինչի, որտեղ մեր արժե համակարգի այդ ստուգման, չգիտեմ, այդ ոլորտը անջատում ենք երբեմն։ Ու հետո
պարզվում է կամ կանգնում ենք փաստի առաջ եւ լավ եւ վատ իմաստով, երբ որ տենում ենք, որ արդեն հասունացել է ինչ-որ մի բան, որովհետեւ չի կարա չհասունանա։ Խմորիչը ինքը հենց խմորողն է։ Ու այսօր երբ որ անդրադառնանք, նայենք մեր կյանքին, նայենք ընդհանուր քրիստոնեությանը, բայց ավելի լավ է եկեք մեզ նայենք։ Այն ինչը որ մեզ հասունացրել է, լցրել է, դա խոսում է ժամանակի խմորիչի մասին։ Հա? Եվ լավ, եւ մատ։ Օրինակ, լավ խմորիչ։ Ինչը կարող է լինի։ Լսի իմ մեջ, ասում Աստծո կրակ կա իմ մեջ, Տեր Հիսուսն է վառել։ Տեր Հիսուսի կրակը, ինչ որ մեկը վերցրել է, դրել է իր մեջ, ու ինչ է եղել։ Վառվում է։ Իսկ ով որ չի վառվում, այն վառածն էլ հանգել է, աշխարհի օտար կրակել չի կարելի ասել, սառույցը դրել է իր մեջ, իհարկե ոչ դիտմամբ, չհասկանալով։ Մեկ էլ տենում է օր-օրի ինքը սառնում է, օր-օրի ինքը հետ է գնում, օր-օրի ոնց որ սենց խավարում է հայացքը, օր-օրի հավեսը փախնում է։ Խմորիչ է, թե չէ։ Խմորիչ է։ Այսօր ես առաջարկում եմ ճիշտ գնահատենք ամեն բան։ Եթե ճիշտ գնահատել սովորենք, խմորիչը այնքան հեշտ է։ Ճիշտ խմորիչ դնել մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Ասում սա է։ Հասկանում եք, ուրիշ տարբերակ չկա, չէ, ես կքնեմ կհելնեմ ամեն ինչ լավ կլինի։ Դրա համար էլի առակ կա երկնքի արքայության, բայց այդ չեմ ուզում ասեմ։ Կքնես կհելնես, մեկը խմորիչն է, խմորողը։ Ժամանակը չի ինչ որ իրավիճակներ փոխողը, խմորիչն է խմորողը։ Ժամանակը եղածը ցույց տվողն է թանկագիններ։ Արդեն կամ կարելի ասել բացահայտողն է։ Բայց Սուրբ Հոգին մեզ առաջարկողն է։ Երբեք, օրինակ, նման արտահայտություն կարելի է լսել, Աստված թույլ տվեց, որ ես գլուխս տայի այս պատին, օրինակի համար։ Հա, այսինքն չարքելեց։ Չէր էլ արգելելու։ Բայց ինքը քեզ չհրեց, որ դու գնաս գլուխդ խփես պատին։ Թե հրեց։ Ինքը պատնոշկա տվեց, ես ընկա, որ ինքը չտար, ես ոչ։ Երբեք ոչ ու էլի ոչ։ Ինքը թույլ տվեց, ուրեմն դրա մեջ իր կամքն էր։ Լուրջ եք ասում։ Ես չեմ հավատում։ Ինչի Ադամին չհրեց գցեր կապիկի գիրկը։ Ինչի։ Ասեց ոչ, ես իրան տվել եմ իմաստություն։ Ես իրան խոսացել եմ, ես իրա մեջ դրել եմ իմ կարողությունը։ Աստված մեզ իր նմանությամբ ու պատկերով է ստեղծել։ Ու երբ որ մենք լսում ենք նմանությամբ պատկեր, միանգամից Աստված տենաս իմ բոյին է, իմ քաշին է, իմ ռազմերն է հագնում, մոռացեք դրա մասին չի նմանությունն ու պատկերը։ Իրա մտածմունքները, իրա ծրագրերը, իրա սրտի, իրա կառուցվածքը, իրա արժե համակարգն է դրել մեր մեջ։ Ամեն։ Դա է մեր մեջ դրված, թե չէ մազերը երկար է, կարճ է, բեղեր ունի Աստված։ Դուրս եկենք, սրանից դուրս են գալի։ Իհարկե մենք դրա մասին չենք մտածել։ Աստվածային արժեքներն է մեր մեջ դրած։ Ձգտումն է դրած, սերն է դրած։ Երբ որ մենք դրանք չենք զգում, այս արդեն լուրջ հարց է։ Մի րոպե, ես Աստծո նմանությունով եմ ստեղծված։ Ես իր պատկերն եմ, ես Քրիստոսն եմ մեջ։ Եթե այսօր մի բան չի ձևավորվել իմ մեջ Քրիստոսի նման, խնդիրը գիտեք ինչի մեջ է։ Դե Աստված չի կամեցել։ Ոչ, խմորիչի խնդիրն է այսօր։ Համաձայն եք։ Խմորիչի։ Դիր Հիսուսին քո մեջ, թանկագինս։ Դիր ավելի։ Ոչինչ որ քեզ կատեն, որ քեզ կխաբեն, կբամբասեն, կչարախոսեն, կհալածեն, ոչինչ։ Այդ առիթ չի ատելության, թշնամանքի, վիրավորանքի եւ այլն վատ բաների դրսևորման։ Խմորիչ։ Դիր Աստծո սիրո խմորիչը քո մեջ։ Որոշ ժամանակ հետո քեզ ատեն, բամբասեն, չարախոսեն, կներեք անգամ երեսիդ թքեն։ Խմորը ի՞նչ է խմորելու։ Ի՞նչ է խմորելու։ Հա?
Հա, չլսեցիք, որ խմորիչն էինք դնում, որը որ կարիք ունես։ Որի կարիքը որ ունենք ամեն մեկս։ Ինչ եմ ուզում լինի վաղը ինձ։ Ինչ եմ ուզում դրսևորվի իմ միջոցով։ Հա, ինչ է այսօր, այդ խոսում է երեկվա խմորիչի մասին։ Ինչ եմ ուզում վաղը։ Հասկացա, որ սխալ էր։ Թույլ տալ ամեն բան գա ընկնի իմ ներսը ինքստինքյան ու պտուղ տա։ Սխալ էր։ Սխալ եմ խորհրդի լսել, սխալ որոշում եմ կայացրել, սխալ գնահատական եմ տվել։ Ընդունում եմ, որովհետև ծննել է, խմորել է ինչ որ մտքերը վերաբերմունքներ, չէ՞։ Աճել է արդեն։ Բայց իսկ ինչ եմ ուզում, հով ջան, լասա ինչ անենք նոր հետո ինչ ուզելով։ Ապաշխարենք։ Հիսուսը եկավ ու իր ծառայությունը սկսում էր, Հովհաննես Մկրտիչը եկավ ու իր ծառայությունը սկսում էր, ինչ էր ասում։ Ապաշխարեք, որտեղ մոտեցել է երկնքի արքայությունը։ Կարելի է մի քիչ ապաշխարությունից խոսենք։ Ինչ է նշանակում ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Կարելի է ասել ապաշխարեք, թե չէ դժոխք եք գնում։ Այսի ավելի ոնց որ սթափեցնող էր, չէ՞։ Բայց չէ, հաստատ Աստված ոչ մի բան չի խառնե։ Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Այսինքն ապաշխարեք, որովհետև գիտես, քեզ մնում է մի հատ քայլ գցես ու մտնես երկնքի արքայություն։ Գիտես, դժոխքը չի քո կողքը կանգնած, Աստված բերել է երկնքի արքայությունը, Աստված բերել է իր լիությունը, Աստված բերել է իր թագավորությունը քո կներեք քթի առաջ կանգնացրել է։ Բայց մի բան է մեզանից պահանջվում, ասում է ապաշխարեք։ Դե 1000 անգամ ներողություն ասեցի, էլի։ Չէ, մի րոպե, ներողության մասին չի խոսքը։ Ճիշտ գնահատականի մասին է խոսքը։ Էլի եմ ասում, ճիշտ ամեն ինչ գնահատելու մասին է խոսքը։ Ապաշխարություն նշանակում է, որ մարդը գիտակցում է, որ ինքը մեղքի մեջ է, մեղավոր է, հասկանում է աստեղով, չէ՞։ Հասկանում է, որ սա իր հնարավորությունն է ազատվելու մեղքից, Հիսուսը իրան ազատել է։ Ինքը հիմա մեղավոր է։ Ինքը չի գնում, ասում է, չէ, ուր է, հələ տվեք այդ թզենն ու տերևները տվեք, ես ինձ ծածկեմ, չնայած ոմանք էլ կան, որ իրանց ինքնաարդարացումով են զբաղվում։ Բայց ապաշխարություն նշանակում է ես գիտակցեցի, որ սխալ է։ Այս ճանապարհը սխալ է, այս ընտրությունը սխալ է, այս քայլը սխալ է, այս խոսքը սխալ է, այս վարքը սխալ է։ Հասկացա։ Այսինքն գնահատացի, չէ՞։ Ու հիմա սա եմ ընտրում, այս խոսքն եմ ընտրում, այս գործն եմ ընտրում, այս քայլն եմ ընտրում։ Աստծունն եմ ընտրում։ Դրա համար Հիսուս ասում է ապաշխարեք, փոխեք ձեր մտածելակերպը, որը կփոխի ձեր հայացքը, ձեր վարքը, հետո ձեր պտուղները։ Երկնքի արքայությունը այնքան մոտ է քեզ, այնքան հասանելի է քեզ։ Դու դժոխքը թողեք, դժոխքը մեզ չի պատկանում։ Ինքը մեր համար չի էլ ստեղծվել ընդհանրապես։ Մարդուն ավետարան քարոզելուց մի ասեք, ապաշխարի, որ դժոխք չգնաս։ Ապաշխարի, որ Աստծո մեջ մտնես։ Ապաշխարի, որ Աստծո բաժինը քեզ հասնի։ Ապաշխարի, որ Աստծո ունեցվածքը քոնը դառնա։ Ապաշխարի, որ այն ամեն լավը, որ Աստված պատրաստել ու բերել է քո քթի տակ, քեզ դառնա։ Ապաշխարությունը փոխում է։ Ամեն։ Դրա համար, երբ որ ապաշխարում ես, այսինքն, երբ որ մտափոխություն կա, վերագնահատում կա, մի րոպե, ես մի հատ եմ ուզում գնահատեմ կյանքս։ Հիմա որ ես սրա հետևից եմ գնում, հիմա որ ես սրան եմ ձգտում, հիմա որ էս է իմ ուշքի միտքը կամ իմ նպատակները։ Մի րոպե, իսկ ինչքանով է դա Աստծունը։ Չէ՞ որ մենք կշերքի նժարները պետքա իրականում դնենք ու չքաշենք տակից այն թերա կշռողները կամ որ մատնե հետն են կշռում կամ այս կողմից կամ այն կողմից։ Իրական պետքա դնենք ամեն ինչ կշերքի վրա ու գնահատական տանք։ Հիմա ո՞րն է ինձ կարևոր։ Հիմա ո՞րն է աստվածայինը։ Հիմա ինչ ունի Աստված ինձ եւ քեզ համար։ Ինչի է կանչում քեզ Աստված։ Ինչ է խոսում քեզ Աստված։ Որտեղ է քո բավարարվածությունը։
Մեկինը միգուցե խմիչքի մեջ, մեկինը չգիտեմ, միգուցե կեղտոտ սայթերի մեջ, ինքն դեռ իրան լավ, դե ես մխիթար, բա ինչ անեմ հիմա։ Մեկը խռովկանության մեջ, մեկինը վիրավորանքի մեջ, մեկը ես գիտես որ բամբասում եմ, գիտես ոնց եմ հանգստանում։ Այդ քեզ թվում է, հետո գիտես ինչա լինում։ Կեղտոտ ջրերն են գալի, այնց արագ է խմորվում այ մարդ։ Մի անգամից կեղտոտվում ես, մի անգամից սիրտդ խառնում է։ Սեփական փորձից եմ ասում։ Բայց երբ որ ապաշխարում ես, որոշում ես ոչ, ես այլևս չեմ խոսալու այս դեպքի մասին, այս վայրի մասին, այս իրավիճակի մասին, բա ինչ անեմ։ Բա իրանք խոսում են քո մասին։ Մի րոպե, խմորիչը ունի զորություն խմորելու։ Կարելի է երաժշտությունը։ Ուրեմն ես սիրո խմորիչն եմ ուզում։ Քաղցրության խմորիչն եմ ուզում, համբերատարության խմորիչն եմ ուզում, որ ոչ թե ականջներս փակեմ չլսեմ, այլ որ լսեմ, բայց ստեղից սերը բխի, ստեղից համբերատարությունը, ստեղից քաղցրությունը բխի, ստեղից զսպվածությունը, ոչ թե կատաղեմ տամ ջարդեմ, Տեր կներես, նշանակում է ես հասկացա, որ սխալ էի, ու հիմա ճիշտ խմորիչներով եմ լցնելու։ Ստեղը մի հատ էլ առակ երկնքի արքայության մասին, ապաշխարության հետ կապված, ճիշտ անունների 45-ը։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի վաճառական մարդու։ Հիմա բոլորս վաճառական ենք դառնում, գիտես ինչա վաճառականը։ Առևտուր անողը միամիտ մարդ չի, չէ, թանկ առնեմ էժան ծախեմ, տես բան կա, առևտուր անողը, ասեք, հաշվարկ, արժեքներ, գին, գնահատական, հասկացող մարդ է, եթե դու արժեքներից հեռու ես, գնահատական բան չգիտես առևտուր, մի մտի այդ ոլորտի մեջ, բայց մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Նման է երկնքի արքայությունը մի վաճառական մարդու, որ գեղեցիկ մարգարիտ է որոնում։ Ինչի է որոնում, որ? Միգուցե ուրիշի մոտ տեսել է։ Չէ՞։ Խի հայ է ինքը։ Չէ, մարդ է։ Ուրիշի վզին տեսել է։ Այն մեկը ուրախացել է իր նոր ձեռքբերումով, ասել է, լսել է, տեսել է, մի խոսքով իր մեջ պահանջ է առաջացել։ Ես էլ եմ ուզում։ Իր մեջ ցանկություն ու ձգտում է առաջացել, ես այդ մարգարիտն եմ ուզում։ Այդ մարգարիտը, գիտեք, ֆիզիկական, իսկական մարգարիտի մասին չի։ Այն քո միջի հոգու ձայնի, պահանջի, կարիքի մասին է։ Ասում է ինքը որոշեց, որ այդ մարգարիտը իրան պետք է։ Ինքը սկսեց որոնել։ Ինչ եմ ես այսօր որոնում։ Այն, ինչ որ մտածում եմ, որ ինձ պետք է։ Ամեն։ Որ ինձ պետք չի։ Ոտիս տակ էլ ընկնի։ Ինքը ինձ պետք չի։ Քեզ էլ պետք չի։ Ասում է, որ մի թանկագին մարգարիտը երբ որ որոնում էր, գտավ։ Գնաց եւ ամեն ինչ որ ուներ, ծախեց եւ առավ։ Խելացի մարդ։ Գիտեր մարգարիտի արժեքը, գիտեր իր ունեցածի արժեքը։ Ոսդ լսի, այս մարգարիտը արժի ավելին այն իմ ունեցածից։ Այս մարգարիտը արժի ամբողջը, ու ես չեմ վախենա, ու ես չեմ հապաղի, որ իմ ամբողջ ունեցածը ես տամ այդ մարգարիտը ունենալու համար։ Աստծո խոսքը Հիսուսը հենց այս առակի մեջ ասում է, սա Աստծո արքայությունն է, որ նման է այդ մարգարիտի, սա Աստծո ունեցվածքն է, սա Աստծո բաժինն է, սա Աստված է, սա այն ամբողջն է։
որ եթե դու ուզում ես ունենաս, իսկ բոլորս ենք ուզում ունենան, կամ մեկը որ ստեղ ասի, Հովիվ ջան, 5%-ը, լավ դե սենց մի խոնարհության կերպարանք ունի, 5%-ը, 150-ն եմ ուզում, 100-ը հերիք եմ ես։ Ինքը գնահատեց, ու ես ասաց, չեմ հապաղի, կգնամ ու կգնեմ, իսկ ինչ ենք մենք տալիս այսօր, որ Աստծո արքայություն ունենանք, ինչ ենք մենք տալիս, որ Աստծո առաջարկները մեր մեջ լինեն, ինչ ենք մենք տալիս, որ Աստվածայինը մեր կյանքի մեջ տեղ գտնի, ինչ ենք տալիս, այս երկուսը կտամ, մնացածին անունը չտակ, լավ, քո խաթր ես երորդն էլ, Մարգարիտը ամբողջ արժի, ահա թե ինչի էր Հիսուսը, երբ որ են հարուստ պատանին, ում սիրտը կապած էր, կպած էր, իր ամբողջ այդ ունեցվածքները, իրա հարցում, ասեց, գնա ամբողջը ծախի, իմ հետևից կգաս, կարող ես գալ, ոչ թե ես չեմ ուզում, չեմ թողի որ գաս, ասես չես կարող գալ, ուղղակի չես կարող գալ, ես քեզ սիրեցի, ես ուզում եմ, կանչում եմ քեզ, բայց բաներ կան, որ քեզ կապել են, ու դու պետք է ճիշտ գնահատես հիմա, երկնքի արքայությունը ինձ հետևելը, ինձանից լծվելը, թե ինչ-որ բաներ, թանկագիններ, լավ գիտենք բոլորը, եթե մեկը չթողի ես, եթե մեկը չսիրի սրանից ավել, շատ օրինակներ կան, գիտեք ոնց, Աստծո խոսքը ճիշտ գնահատական է տալիս ամեն ինչի, հարցը նրանում է, իսկ մենք համաձայնվում ենք այդ գների հետ, թե չէ, այսի արդեն ուրիշ հարց է, ամեն, ամբողջ քարոզի իմաստը սա էր, կշեռքդ արդար կշռի, դուք մտածում եք, այս որ ասում է առակացը, ճիշտ կշեռքը հավանում եմ, ծուր կշեռքը ատում եմ, այդ մտածում է մենակ, հիմա թայերով կշեռք չկա, հիմա թվերը գրում է վրեն, կշռողը ես ու դու ենք, ճիշտ կշռի, մեկը Աստծո խոսքը թեթև չի գտնվի, բայց մենք կարող ենք թեթևացնել, մենք կարող ենք արժե զրկել, մենք կարող ենք կապիկով բավարարվել այն օրինակի հետ կապված, մենք կարող ենք ասել շունը ունեմ հերիքա դու ինձ ինչ պետք է, սրա հետ շփվի, նրա հետ շփվի, սրա հետ տուր, նրա հետ տուր, էս արա, այն արա, ես իմ գլխին թողեք հանգիստ ապրեմ, Աստված թողում է, որ դու հանգիստ ապրես, ուզում է, որ դու իրա հանգստի մեջ ապրես, դրա համար եկեք անհանգստության խմորը դեր շպրտենք, եկեք հանգստությունը դնենք մեր սրտերի մեջ, եկեք սերը այսօր դնենք մեր սրտերի մեջ, այսօր եկեք Աստծո առաջարկը դնենք մեր սրտերի մեջ, եթե այդ առաջի պահին չհասկանաս, բայց իմացի, եթե սա Աստված արժևորել է ավելին, քան թե ես էի պատկերացնում, իմ տեսանկյունից, ուրեմն եկեք դա դնենք կշեռքին, ասենք քոնը բարձր ամեն ինչից, որոշ ժամանակ հետո բոլորս կտեսնենք այդ խմորումները, լավ խմորումները, ճիշտ խմորումները, այլապես Աստված սուտ կլինի, սուտ խոսացած կլինի, բայց Աստված սուտ չի խոսում, ամեն, ինչի եմ ես հավատում, մենք տարբեր ենք այսօր ստեղ, հասակով, հասկացողությամբ, ունակությամբ, բայց բոլորիս մեջ Աստծո հոգին կա, ու ես դրան եմ հավատում, ճիշտ արժեքներ առաջարկողը Սուրբ Հոգին է մեր մեջ, Հիսուս ասում է իմ գառները իմ ձայնը լսում են, մենք Աստծո որպես գառներ, մենք զգում ենք ինչա մեզ թելադրում Աստված, ինչա ուզում մեր կյանքերի մեջ, եկեք չլրացնենք իր ձայնը, եկեք 100-ին 100 ասենք, 0-ին 0 ասենք, ամեն, եկեք լավին լավ ասենք, վատին վատ, սա գնահատական է, եկեք սուտը ճշմարտություն չդարձնենք, ճշմարտությունն էլ չարժեքա զրկենք, ամեն, եկեք ատելությանը ասենք ատելություն, որպեսզի սիրո խմորիչը դնենք մեր սրտերի մեջ, երբ որ թշնամություն կա, չասենք դե չկա, դե ես իրան ներել եմ, ես չեմ քո գնահատական տվողը,
Աստվածը ու դու թշնամությունը թող եղբայրասիրություն խմորիչը դնենք, որ թշնամությունը հեռանա։ Եվ այդպես շարունակ։ Ճիշտ կշերք։ Լավ։ Նորմալ էր, չէ՞, հերիքը։ Հիսուսը ինչ ասեց։ Հովհաննես 6:48 Նայեք Հիսուսը ինչ ասեց։ Ես եմ կյանքի հացը։ Ինքը գնահատական տվեց։ Այսինքն կյանքի հաց։ Կենաց հաց այսօր կան։ Փռեր կան, կենաց հացը, հացի անունը։ Սակոյի լավաշ, այս մյուսինը կենաց հաց։ Գավառում մեր եղբայրներն են, եթե չեմ սխալվում, այդ արտադրամասի տերերը։ Հիսուսը ասում է հաց կա, որը որ կյանք է տալիս, ու ես եմ այդ։ Տեր, մենք խոստովանում ենք, որ մենք կյանքը ուրիշ բաների մեջ ենք փնտրել։ Կյանքի արժեքները ուրիշ բաների մեջ ենք փնտրել։ Ու այսօր ապաշխարում ենք։ Այսինքն փոխում ենք մեր պատկերացումները այն հացերի մասին, այն առաջարկած հացերի մասին։ Հաց, որ կյանք է տալիս, կերակուր, որ քեզ կյանք է տալիս, ֆիզիկապես չէ։ Այլ հոգևորն էլ, ֆիզիկականն էլ հետը։ Կյանք ու ավելին։ Ասում եմ, ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանակ երան անապատում, մեկը մեռան։ Սա այն հացը, որ երկնքից իջնում, որ եթե մեկը սրանից ուտի, չի մեռնի։ Չի մեռնի։ Չի ձախողվի, փոխենք այս բառը։ Հիասթափություն չի ունենա, կորուստ չի ունենա, ձախողում չի ունենա։ Մահվան հետ ինչը կարող եք ասոցացնել։ Շատ վատ բաներ։ Չի լինի դա։ Գիտեք ինչի։ Որտեվ այդ հացը ունի այդ զորությունը։ Այդ խմորիչը ունի այդ զորությունը։ Եթե մեկ այս հացից ուտի, հավիտյան կապրի։ Եվ այն հացը, որ ես կտամ, դա իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Ինչ է այսօր առաջարկում մեզ Հիսուսը։ Իրան, իրա կերակուրը, իրա խոսքը, իրա ազդեցությունը, իրա հոգու առաջնորդությունը։ Ճիշտ գնահատական է, թե չէ։ Ճիշտ արժեքներ են։ Դրա համար եկեք ոչ թե ընտրենք վատի ու վատթարագույնի միջև, այլ վատի ու լավի, այն որ Հիսուսն է տալիս։ Լավը ու միակը դա աստվածային արժեքներն են, թանկագիններ։ Տեր Աստված, մենք քեզ փառք ենք տալիս, օրհնում ենք, մեծարում ենք քո անունը, Տեր, եւ շնորհակալ ենք, որ այո, քո պատկերով, քո նմանության ստեղծված եւ քո հոգով էլ լցված ենք, որպես քո ժողովուրդ, քո եկեղեցի, Տեր, մենք այսօր բերում ենք մեր անձերը քո առաջ եւ ապաշխարության աղոթք ենք անում, Տեր, արժեքների վերադասավորման համար ենք խնդրում, Տեր, որ դու իրականում ներես մեզ մաքրես եւ ճշմարիտը լինի ճշմարիտ, կարևորը լինի կարևոր, լավը լինի լավ, առաջնայինը առաջնային։ Ու այսօր խնդրում ենք Սուրբ Հոգի, որ դու խոսաս մեր սրտերի մեջ, մեր մտքերի մեջ եւ գնա այդ process-ը, Տեր։ Այն ամեն ինչ որ Տեր եկել է եւ նժարի վրա է դրվել փորձելով քո խոսքը, թեթև գնահատի, քո կամքը արժե զրկի, թե մեր մտքերի մեջ, թե սատանայի առաջարկն է եղել, թե մենք ինչ որ բաներ ենք տեսել, կամ այդպես ենք մտածում, այսօր թող գա վերադասավորում, թող գա մտածելակերպի փոփոխություն, որ մենք ընտրենք միշտ ու հավիտյան, քո հավիտենականը, քո ճշմարիտ արժեքները։ Ու այսօր մեր աղոթքն է, Տեր, ինչ անունով էլ, որ խմորիչներ են եղել մեր կյանքերի մեջ, ու եթե անգամ սխալ բաներ են առաջացրել, այսօր մենք ապաշխարում ենք ու որոշում ենք կայացնում, Տեր,
ճիշտ խմորիչներ դնել, սիրո խմորիչները, պատվի խմորիչները, ուրախության, խաղաղության, միաբանության, եղբայրասիրության, հավատքի, հավատարմության, նվիրման, քո երկյուղի, քո արդարության, քո զորավոր բժշկության խմորիչները դնում ենք մեր սրտերի մեջ, մեր կյանքերի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու ձեռքով ու հավատում ենք Տեր, որ դրանք կխմորեն մեր կյանքը, մեր միտքը, մեր մարմինները կսկսեն ազատ լինել, առողջ լինել, առույգ լինել, ամեն տկարություն կհեռանա, որովհետև Տեր բժշկությունը կխմորի մեր ներսը, որովհետև Տեր քո արդարությունը կխմորի մեր մտքերը եւ պարզություն, եւ անկեղծություն կգա, եւ խաղաղություն կգա, եւ հաշտություն կգա։ Եվ մենք կընդունենք քեզանից Տեր այն ամենը, այսօր Տեր մենք օրհնում ենք այս հացը, այս գինին, որ խորհուրդն է քո կյանքի, խորհուրդն է քո ճշմարիտ արժեքների, որ դու այսօր Տեր մատուցել ես բոլոր մարդկանց, Տեր, բայց ցավոք բոլորը չէ որ այսօր ընդունում են, բոլորը չէ որ այսօր գնահատում են, օգնիր որ քո եկեղեցին, օգնիր որ ամեն մեկս ճիշտ գնահատենք հացը գինին, գնահատենք քեզ այդ ունեցած ժամանակը, քեզ այդ անցկացրած ժամանակը, քո արժեքները Տեր մեր համար ունենան նույն գինը, ու երբեք սատանան չկարողանա մեզ խաբել արժեքների գնահատման process-ի մեջ, ճիշտ անուններ տալու մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում ենք այն թափված արյունը, որ թափվեց Տեր մարդկության ներման ու փրկության համար, օրհնում ենք այն մարմինը, որ Տեր վերքեր ստացավ, ցավերի ու անեծքի պատճառ եղավ, որ մենք ազատ լինենք, բժշկված լինենք, առողջ լինենք, ճիշտ մտածելակերպ ունենանք, ճիշտ հայացքներ ունենանք, քո արքայությունով եւ քո լիությունով լցված լինենք։ Ու Տեր, երբ որ կընդունենք գոհությունով Տեր, մենք խոսանք մեր կյանքերի մեջ քո լիությունը։ Ես այսօր աղոթում ու օրհնում եմ Տեր, քո եկեղեցին, իմ եղբայրներին, իմ քույրերին, որ մենք քեզ հետ մեկ լինենք, միաբան լինենք եւ քո աստվածային արժեքները մեր համար լինեն Տեր իմ Աստված, նույն արժեքները, ինչ որ քո համար են։ Ու դրա համար անգամ մեզ ինչ էլ որ պետք լինի թողել, երբեք չտատանվենք, երբեք չասենք ափսոսա, չարժե, արժե Տեր քեզ համար ամեն բան թողել, ընդհուպ մեր կյանքերը, որ քո կյանքը մեր մեջ կա, որ քո Տեր արքայությունը մեր մեջ կա ու քո թագավորությունը մեր մեջ կա, Հիսուսի անունով, հալելույա։